Առաջին եթերում հարցազրույցն է։ Այսօր Եվրամիության պատվիրակությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, աշխատանքի և սոցիալական հարցերի և տարածքային կառավարման նախարարությունները ներկայացրել են աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացում ծրագիրը։ Ծրագիրը կգործի 3 տարի և նպատակ ունի մեղմացնել Հայաստանում աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքները ընտանիքների և համայնքների վրա։ Այսօր մենք կլսենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, բարև ձեզ։ Նախ թիրախները՝ Շիրակ, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք, ինչ սկզբունքով են ընտրվել այս մարզերը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռիսկի ենթակա են առավելապես այս մարզերը։ Հետևաբար ծրագրում ընդգրկվել են առաջին հերթին այս մարզերը եւ փորձնական ծրագրի իրականացումից հետո հնարավոր կլինի նաեւ այդ փորձը տարածել այլ մարզերում։ Փորձնական ասած ինչ բան է։ Նկատի ունենք հենց ձեր նշած Եռամյա ծրագիրը։ Այս մարզերը ընտրել եք դուք, թե ընդհանուր ուսումնասիրությունների արդյունք։ Դա ընդհանուր ուսումնասիրությունների արդյունք է։ Այսինքն այս ծրագրի նախապատրաստական աշխատանքների ժամանակ համագործակցել են, ինչպես նշեցիք, մեր նախարարությունը, տարածքային կառավարման նախարարությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը եւ Եվրամիության մեր գործընկերները։ Եթե հապաղեն կկորցնեն գյուղը, սա ձեր արտահայտությունն է։ Այդ արտահայտությունը, ճիշտ ասած, չեմ կարող ասել ում արտահայտություն է, բայց իրոք մենք պիտի քայլ անենք։ Մենք պիտի քայլ անենք, որովհետև միգրացիոն հոսքերի հետ կապված, որոնք կան հանրապետությունում այսօր, եւ այդ գործընթացների կանոնակարգումը առաջնահերթ խնդիրներից մեկն է դարձել, մասնավորապես հենց նույն սոցիալական ծրագրերի տեսանկյունից եւ ընդհանրապես երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից։ Եվ այս ծրագիրը կարծում եմ մեզ հնարավորություն կտա առաջին հերթին գնահատել կարիքները եւ իրական իրավիճակի վերլուծությունները իրականացնել, որից հետո իրականացնել ծրագրեր, որոնք թույլ կտան ընտանիքներին, առաջին հերթին ընտանիքներին, որտեղ կա միգրացիոն ռիսկեր, բավարարել այն խնդիրները, որոնք ծնում են միգրացիոն հոսքերի պատճառներ։ Մեր կարևորագույն թիրախը անձն է, քաղաքացին, ընտանիքը։ Բերեք մի քիչ նաեւ անվանական խոսենք, եւ գյուղը։ Անհանգստությունը գյուղից է գալիս։ Այո։ Ինչ է տեղի ունենում, արտագնա աշխատանքի մեկնողների թիվն է աճում։ Այս թիվն է անհանգստացնում մեզ այսօր։ Գիտեք, միգրացիոն հոսքերի հետ կապված այսօր մենք իրականում նաև հաշվառման խնդիր ունենք։ Գիտեք, տարբեր թվեր են հրապարակվում, տարբեր ցուցանիշներ, բայց իրական վիճակի առումով մենք դեռևս չունենք լիարժեք պատկեր։ Եվ պիտի նշեմ, որ թե ինչքան մարդ է մեկնում արտագնա աշխատանք։ Այո, մեկնում, վերադառնում, նաև միգրացիոն ընդհանրապես հոսքերը ոչ միայն աշխատանքային միգրացիայի հետ կապված, այլ ընդհանրապես, այսինքն միգրացիոն հոսքերը։ Եվ պիտի նշեմ, որ միգրացիոն գործակալությունը տարածքային կառավարման նախարարության ներկայացրել է արդեն ծրագրեր համապատասխան կառավարությանը եւ այդ ծրագրերը ընթացք են ստացել, հաստատվել են եւ իրականացվելու են թե հետազոտություններ, որպեսզի ավելի համապարփակ տեղեկատվություն իրապետի կառավարությունը կամ գործադիր մարմինը եւ թե նաեւ ներդրվելու է համապատասխան տեղեկատվական շտեմարան, որը թույլ կտա այդ հոսքերը, միգրացիոն եւ տեղեկատվական կառավարելի դարձնել եւ նաեւ կառավարել գործընթացները։ Մյուս կողմից, եթե մենք նայում ենք միգրացիոն հոսքերին եւ դրանց պատճառներին, մասնավորապես աշխատանքային միգրացիայի մասով, մենք պիտի նկատի ունենանք, որ այդ հոսքերը նոր չեն առաջացել, որ այդ միգրացիոն process-ները եղել են նաեւ նախկինում, մինչեւ նաեւ Հայաստանի Հանրապետության անկախացումը եւ այստեղ տարբերակելու անհրաժեշտություն կա։ Այսինքն այդ ռիսկերը, այդ պատճառները միգրացիոն գործընթացների որ մասն է, որ աշխատանքային միգրացիա է եւ ժամանակավոր կամ սեզոնային, որ մասն է, որ աշխատանքի չգտնելու պատճառով կամ մասնագիտության, որ արդեն հիմնական աշխատանքի է տեղափոխվում, այսինքն տարբեր պատճառներ, տարբեր կարիքներ, տարբեր գործընթացներ։ Դուք ճիշտ եք ասում, եւ խորհրդային տարիներին են գնացել Ռուսաստան աշխատանքի խոփան էին գնում մարդիկ, աշխատում էին, վաստակում էին, գալիս էին Հայաստան եւ դրան նորմալ էր նայում հայաստանցին դրան։ Հիմա ինչն է մեզ անհանգստացնում, ծավալները թե ուրիշ երևույթներ կան այստեղ։ Ընդհանրապես միգրացիոն գործընթացները կառավարելի պետք է լինեն, որովհետեւ երբ մենք խոսում ենք ռիսկերի մասին, պիտի նկատի ունենանք նաեւ շատ մի պարզ բան, որ եթե քաղաքացին աշխատանքային միգրանտ որպես գնում է այլ պետություն, դա լինի թեկուզ Ռուսաստանի Դաշնությունը կամ եվրոպական որևէ երկիր կամ այլ պետություն, նախ եւ առաջ պետք է նա տեղյակ լինի իր իրավունքներին։ Իրավունքներին տեղյակ լինելը կարծում եմ շատ կարեւոր է նաեւ այլ տեսանկյուններից, որպեսզի աշխատանքային թրաֆիկինգի անձը չի ենթարկվի։ Իրավունքներին օտար երկրում։ Այո, օտար երկրում։ Այսինքն նկատի ունենք, որ այն երկիրը, որտեղ պատրաստվում է այցելել քաղաքացին, նա համապարփակ տեղեկատվություն ստանալու խնդիր եւ կարիք ունի եւ
կառավարությունը կամ պետական կառավարման մարմինները ներկայումս ստանձնում են նաև այդ պարտավորությունը, որպեսզի կարողանան մեր քաղաքացիները նաև համապարփակ եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրեն իրենց իրավունքների մասին։ Մյուս կողմից, եթե մենք խոսում ենք արդեն միգրացիայի քայլը կատարող անձի մասին, մենք նախատեսել ենք սոցիալական ծառայությունների տարբեր փաթեթներ։ Մասնագիտական կողմնորոշման, նախ պիտի նշեմ, որ սոցիալական կարիքների գնահատումը իրականացնելուց հետո տվյալ անձի կամ ընտանիքի նախատեսվում են համապատասխան փաթեթներ։ Այսինքն ինչպիսի փաթեթներ, կարիքին համապատասխան, ինչպիսի ծառայություններ մենք ունենք կամ կարող ենք առաջարկել։ Կարող ենք առաջարկել մասնագիտությանը համապատասխան թափուր աշխատատեղեր Հայաստանի Հանրապետությունում, կարող ենք առաջարկել մասնագիտական կողմնորոշման ծառայություններ, կարող ենք առաջարկել տարբեր տիպի այլ սոցիալական ծրագրերի հետ կապված առաջարկություններ, փաթեթներ, որպեսզի քաղաքացին նաև ընտրելու հնարավորություն ունենա։ Եվ եթե այնուամենայնիվ քաղաքացին պետք է իրականացնի այդ քայլը, այսինքն պիտի ինքը մեկնի, ապա պիտի ամբողջական տեղեկատվություն ունենա։ Փորձը ցույց է տվել, որ Հայաստանից մեկնում են ավելի շատ վաստակելու համար։ Հայաստանում աշխատանք կա, չի կարելի ասել, թե Հայաստանում աշխատանք չկա։ Մեկնում են ավելի շատ վաստակելու համար, որովհետև մարդը դրա կարիքը ունի։ Բայց կառավարել այդպիսի մարդու միգրացիան, այդ հոսքը, այստեղ մի քիչ բացատրության կարիք է զգում։ Ռուսաստան մեկնողը կամ Եվրոպա մեկնողը ինչ պիտի անի, պիտի լինեն օղակներ, որտեղ պիտի այս մարդը խորհրդատվություն վերցնի եւ հարցնի իմաստ ունի գնալ թե չէ։ Այսինքն մարդը կարող է նաեւ աշխատանք փնտրել արդեն Հայաստանում։ Այո։ Այսինքն մենք եթե խոսում ենք համապատասխան տեղեկատվություն տալու մասին քաղաքացուն, իհարկե ընտրությունն իրենն է եւ որոշումը կայացնում է քաղաքացին։ Բայց հասկանանք միգրացիան հոսքի կառավարում ասած ինչ բան է։ Միգրացիոն հոսքի կառավարում ասելով նկատի ունենք այդ համապարփակ տեղեկատվության տրամադրումը քաղաքացուն։ Օրինակ, բերեմ այսպիսի օրինակ, եթե քաղաքացին որոշել է այցելել որևէ երկիր, այդ երկրում համապատասխան կառույցների վերաբերյալ տեղեկատվություն։ Գնում է Ռուսաստան, Ալթայի երկրամաս։ Այո, պետք է տրամադրվի տեղեկատվություն։ Այսինքն այն տեղեկատվությունը, որը պետք է լինելու քաղաքացուն Ռուսաստանում, Ալթայի երկրամասում։ Ինչպիսի մարմիններ կան, ինչպիսի օրենսդրություն կա, ինչպիսի պահանջարկ կա աշխատաշուկայի։ Մենք նաև ունենք միջպետական համաձայնագրեր, որոնց շրջանակներում մենք ներկայումս տեղեկատվության փոխանակություն ենք նաև կատարում։ Եվ նույնիսկ եթե խնդիրներ առաջանան, ապա նույն այդ երկրում որ մարմիններին կարող է դիմել մեր դեսպանատների հասցեներ, տարբեր տիպի կառույցների, նույն ՄԱԿ-ի կառույցների, որպեսզի քաղաքացին համապարփակ տեղեկատվություն ունենա։ Այսինքն միգրացիոն հոսքերի կառավարում ասելով առաջին հերթին նկատի ունենք համապատասխան տեղեկատվության ամբողջական տրամադրումը քաղաքացիներին եւ պետական կառավարման մարմինների կողմից դրա կառավարումը եւ միևնույն ժամանակ հետադարձ կապի ապահովումը, որովհետեւ կան նաեւ կառույցներ, որոնք զբաղվում են ներկայումս աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցելով։ Շատ դեպքերում մենք ունենք խնդիրներ, որ հետադարձ կապի բացակայությունը վերում է նրան, որ քաղաքացին կարող է հայտնվել դժվարին կամ վատ վիճակներում։ Եվ այս դեպքում խնդիր է առաջանում, որ նաև միջամտությունը մեր պետական կառավարման մարմինների այս գործընթացին կանոնակարգման առումով պիտի բերի այնպիսի մի դաշտի ձևավորման, որ մեր քաղաքացիները առավելագույնս պաշտպանված լինեն։ Այսինքն դուք ասում եք ձեր գլխին մի հելեք եւ գնացեք Ռուսաստան կամ որևէ այլ երկիր, այլ եկեք մեզ հարցրեք, արժի գնալ այդ երկիր կամ տվյալ երկրի տվյալ մարզը եւ ինչ կարող են այնտեղ առաջարկել։ Դուք այդ խնդիրը առաջարկում եք լուծել, այլ կերպ ասած։ Այդպես է։ Այո, մենք ասում ենք, որ մենք կարող ենք ձեզ համապարփակ տեղեկատվություն տրամադրել, ձեզ խորհրդատվություն տրամադրել, անհրաժեշտ աջակցություն տրամադրել եւ դրա շրջանակներում ինչ մասնագիտություն ունես։ Նաեւ մասնագիտական կողմնորոշման հետ կապված, նաեւ թափուր աշխատատեղերի հետ կապված եւ դուք կարող եք կայացնել ձեր որոշումը, բայց դա լինի, ինչպես դուք եք նշում, գիտակցված որոշում։ Ընտրություն։ Մի հարց էլ, կրճատել աշխատանքային միգրանտների ընտանիքների եւ համայնքների խոցելությունը։ Բերեք այստեղ էլ փակագծերը բացենք եւ հասկանանք ինչ է դա նշանակում։ Շատ կարևոր հարցադրում են դա, սա ծրագրային բաղադրիչն է, որը վերաբերում է տեղական սոցիալական ծրագրերին։ Տեղական ասելով նկատի ունեմ առաջին հերթին համայնքային։ Ի վերջո, սոցիալական ծառայությունների մատուցումը եւ ընդհանրապես սոցիալական խնդիրները դրանք առաջին հերթին համայնքների կողմից գնահատվող եւ կառավարվող խնդիրներ պիտի լինեն։ Եվ մենք եւ այս ծրագրի շրջանակներում եւ հանրապետությունում ներկայումս ներդրվող ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի շրջանակներում փորձում ենք մեծացնել համայնքների կարողությունները։
Տեղական սոցիալական ծրագրերի մշակումը դա նշանակում է համայնքային կարիքների գնահատում, համայնքային կարիքների գնահատման շրջանակներում տեղական նշանակություն ունեցող սոցիալական ծրագրերի, ոչ միայն սոցիալական, այլ սոցիալ-տնտեսական ծրագրերի կազմում, դրա շրջանակներում համապատասխան ռեսուրսների ներգրավում, այդ թվում աշխատանքային եւ այդ ծրագրերի իրականացմանը ոչ միայն պիտի մասնակցի պետությունը պետական ծրագրերի միջոցով, այլ նաև համայնքները իրենց կարողությունների շրջանակներում։ Եվ այս համագործակցությունը ես համոզված եմ, որ կբերի լավագույն արդյունքներ։ Այսինքն կոնկրետ ով է զբաղվելու այս ծրագրով տեղերում։ Ձեր կառույցները, տարածքային կառավարման ենթակայության կառույցները։ Տեսեք, ուրեմն ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, որ ներկայումս իրականացվում է հանրապետությունում, այդ մոդելը փորձնական սկսել է կիրառվել եւ այս տարի մենք մինչեւ մայիսի 31-ը ունենալու ենք 19 համալիր սոցիալական ծառայությունների կենտրոններ, որտեղ ներդրվելու է մեկ պատուհանի սկզբունքը, որտեղ քաղաքացին իր ցանկացած սոցիալական խնդրով կարող է դիմել եւ դրա շրջանակներում տարբեր սոցիալական բացի միգրանտներից ընդհանրապես որևէ սոցիալական հարցով, այսինքն իհարկե ոչ միայն այս խնդրի մասն ենք խոսում, այդ թվում այս խնդրի հետ կապված ունենալու ենք համապատասխան մասնագետներ, ամենակարևոր ինստիտուտն է սոցիալական աշխատողի ինստիտուտը, որը պիտի դեպքի վարման աշխատանքներ իրականացնի։ Ինչ ասել է դեպքի վարում։ Այսինքն եթե քաղաքացին որևէ հարցով դիմել է, դա նշանակում է, որ կա գոյություն ունի դեպք։ Այս դեպքը պիտի վարվի։ Ինչ է դա նշանակում, որ սոցիալական աշխատողը պիտի ամբողջական կարիքի գնահատում իրականացնի։ Իմիջիայլոց ասեմ, որ մշակվել են համապատասխան մեթոդաբանություն, հարցաթերթեր, այդ վերականգնողական անհատական ծրագրեր սոցիալական եւ սոցիալական աշխատողը պիտի այդ կարիքի գնահատումն իրականացնելով նաեւ մշակի համապատասխան քայլեր եւ միջոցառումներ, այդ թվում տվյալ քաղաքացու ընդգրկմամբ։ Այսինքն որ քաղաքացին ինքը նաև պիտի մասնակից լինի իր եւ իր ընտանիքի խնդիրների լուծման հետ կապված քայլերին։ Եվ համատեղ պիտի իրականացնեն այդ քայլերն ու միջոցառումները։ Քիչ առաջ որ նշում էի, նույն տարբեր տիպի առաջարկություններ, մասնագիտական կողմնորոշման, թափուր աշխատատեղերի, մասնագիտական ուսուցման կամ վերապատրաստման ամենատարբեր ծառայություններ։ Եվ դրա շրջանակներում իրականացվող քայլերով պիտի ունենանք այն արդյունքը, ինչը որ թիրախավորել էինք ի սկզբանե, այսինքն սոցիալական աշխատող, քաղաքացի, ընտանիք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված եւ համապատասխան աշխատանք, որի արդյունքը պիտի լինի նախապես պլանավորված արդյունքը։ Ձեր նշած գործառույթները իրականացնողը պետք է վարձատրվի 1 միլիոն եվրոից։ Մենք փոխնական ծրագրի շրջանակներում 50 սոցիալական աշխատողների պետք է վերապատրաստենք ամբողջությամբ այս ծրագրի ներքո։ Պիտի նաև ապահովենք նրանց աշխատանքների իրականացման հետ կապված Ես գալիս եմ 1 միլիոնը որտեղ պիտի ծախսվի այդ խնդրի։ Տարբեր կոմպոնենտներ կան ծրագրում, նշեցի արդեն, վերապատրաստում, ուսուցում, տեխնիկական հագեցվածություն, բազաների ձևավորում, այդ թվում նաև կան համապատասխան փորձագետների աշխատակիցների համար վարձատրություններ նաև, տարբեր տիպի տեղեկատվական թերթիկներ, հանրային իրազեկման աշխատանքներ եւ այլն։ 1 միլիոն իհարկե բարձր է հնչում, բայց 3 տարվա համար 1 միլիոն եվրոն դա այնպիսի ծավալի աշխատանքների համար, ինչը դուք եք նկարագրում, դժվար է պատկերացնել։ Խնդիրը հետևյալում է, մենք ծրագրերը, որոնք իրականացնում ենք եւ գործընկերները մեր, այդ միջազգային կազմակերպությունները, որոնք մեզ աջակցում են, ըստ էության դրանք թիրախային ծրագրեր են դառնում։ Ի վերջո դուք ճիշտ եք նշում, որ ծրագրերի իրականացումը դա մեր պետության եւ կառավարության կողմից իրականացվելիք ծրագրերը պետք է լինեն համապարփակ եւ մենք չենք սպասում, որ պետք է լինեն համապատասխան միջոցների հատկացումներ, որպիսի խնդիրները լուծենք, բայց տվյալ դեպքում եթե մենք խոսում ենք արդեն կոնկրետ թիրախային ծրագրերի եւ որոշակի մոդելավորման մասին, նաեւ մեր միջազգային գործընկերները, կազմակերպությունները, որոնք աջակցում են, դա թույլ է տալիս նաեւ այս ծրագրերի շրջանակներում ձևավորել այն մոդելները, որոնք հետագայում շարունակական իրականացում են ապահովելու պետական բյուջեի միջոցներից, կառավարության կողմից իրականացվող ծրագրերով։ Այսինքն անձը Հայաստանի քաղաքացին այս ծրագրից որևէ ֆինանսական աջակցություն չի կարող ակնկալել։ Բնականաբար ոչ։ Մենք վաղուց կարծես արդեն այդ խնդիրներից դուրս ենք եկել, երբ միջազգային կառույցները մեզ մարդասիրական օգնություններ էին տրամադրում։ Հիմա իրականացվում են զարգացման ծրագրեր։
Ճիշտ եք ասում։ Երամիա ծրագրի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվելու երեխաների եւ դեռահասների վրա միգրացիայի բացասական հետևանքների մեղմացմանը եւ երեխաների իրավունքների պաշտպանության լիարժեք իրականացմանը։ Այստեղ էր ենթադրվում, որ այդ ֆինանսական աջակցությունը կլինի։ Հայրը գնացել է արտագնա աշխատանքի, դուք ուշադրության կենտրոնում եք վերցնում նրա երեխաներին։ Ինչով պիտի օգնեք այդ երեխային, բացի այն, որ նրան ֆինանսներ է անհրաժեշտ։ Ինչի համար հայրը գնացել է։ Գիտեք, այստեղ շատ ավելի կարևոր եւ խորքային խնդիր մենք ունենք։ Ի վերջո, այսօր, եթե մենք խոսում ենք երեխաների իրավունքների պաշտպանության մասին, մեր պետության այսօրվա քաղաքականությունը դա երեխայի խնամքը ընտանիքում։ Եվ հնարավորինս մենք պիտի թույլ չտանք, որպեսզի երեխաները խնամվեն հաստատություններում։ Ինչպես դա իրականացնել։ Դրա իրականացման միակ ճանապարհը դա այլընտրանքային սոցիալական ծառայությունների մատուցումն է։ Այդ սոցիալական ծառայությունների մատուցումը, սկսած ցերեկային խնամքի ծառայությունների մատուցումից, երբ ենթադրենք, նաև ծնողները կարող են այստեղ լինել, բայց աշխատանքի են աշխատում են եւ երեխաների խնամքի հետ կապված ցերեկային ժամերին խնդիր կա, որ մենք այդպիսի ծառայություններ մատուցելով պիտի աջակցենք նաև այդ մեր ընտանիքներին, որովհետև տվյալ դեպքում այդ ընտանիքները կարող են իրենց աշխատանքով իրենց եկամուտը ապահովել, եթե այդպիսի ծառայություն ստանան։ Վերջացած ամենատարբեր ձևաչափի ծառայություններով, եթե խոսում ենք, ասենք, ծնողական խնամքից զրկված կամ ծնողներ չունեցող, ծնողներին կորցած երեխաների խնամքի մասին, դրանք հաստատությունը թողնենք վերջին տեղում, պիտի լինեն ամենատարբեր մոդելները, սկսած որդեգրում, խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրում, տարբեր աջակցության սոցիալական փաթեթների տրամադրում, այս բոլոր սոցիալական ծառայությունները ներկայումս մենք վերաիմաստավորելու փուլում են գտնվում։ Հայրը գնացել է արտաշխատանքի, երեխան հայտնվել է փողոցում հայտնվելու վտանգի տակ։ Մի օրինակ էլ ես բերեմ այսպեսի։ Այսինքն այս դեպքում ինչպիսի ծառայություն մենք կարող ենք տրամադրել։ Այ նշածը սոցիալական ծառայությունները, եթե հայրը գնացել է, բայց մայրը կա, այսինքն եթե ամեն դեպքում երեխայի խնամքով զբաղվող ծնող կա։ Մայրերին չեն տանում, մայրեր գտնում են այնտեղ, գնում են նկատի ունեմ ձեր նշած երեխան, եթե այնուամենայնիվ ծնող ունի։ Դա նշանակում է մեր խնդիրն է լինելու աջակցել այդ ծնողին, որպեսզի ինքը երեխային խնամի իր տանը։ Եվ նշածս ծառայությունները, ծրագրերը, հենց այն թիրախային ծրագրերն են, որոնք պիտի թույլ տան տարբեր ձևաչափերով, գիտեք, դրանք կարող են լինել շատ անհատական։ Ծրագրերը, ծառայությունները բազմապիսի են, դրանք կարող են լինել 1 տասնյակի հասնող, որ հիմա մենք փորձում ենք նաև ներդնել։ Ես պիտի ասեմ, որ այնպես չի, որ բոլոր այդ ծառայությունները ներկայումս ամբողջությամբ լիարժեք գործում են։ Հենց մեր այս ամբողջ աշխատանքների իմաստը նաև դա է։ Մենք ինչ-որ փորձից օգտվում ենք։ Բնականաբար, իհարկե, տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունները դա մեր աշխատանքի բաղկացիչ մասն է կազմում։ Պիտի նշեմ, որ ուսումնասիրել են թե եվրոպական երկրների մոդելները այսպիսի ծառայությունների մատուցման եւ թե ամերիկյան։ Դրանք որոշակիորեն տարբերվում են իրարից, բայց կան տարբեր ծառայություններ եւ ամենակարևորը, որ մենք տարբեր երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում ընտրում ենք եւ որոշում ենք կայացնում մերի վերաբերյալ, որը պիտի լինի համապատասխան մեր իրավիճակին, մեր մոտեցումներին, մեր նաև մենտալիտետին, այսինքն այս բոլոր կոմպոնենտները հաշվի առնելով։ Դուք վստահաբար եք խոսում, որ ծրագիրը արդյունավետ կլինի, բայց եթե մի կողմից ենք, մեկ այլ կողմից ենք դիտարկում, ծրագիրը ամբողջությամբ նպատակաուղղված է նրան, որ հարկավոր են մեզ մասնագետներ պատրաստել, խորհրդատվություն տրամադրել նրանց եւ ստեղծել ինչ-որ երակներ, որոնք կարող են հասնել ձեր նշած սոցիալական ընտանիքներին առանց կոնկրետ աջակցության։ Երբ սոցիալական աշխատողը մտնում է այդ խոցելի ընտանիքը, նա բան չունի առաջարկելու բացի խորհրդատվությունից։ Օգտակարության գործակիցը այստեղ պատկերացնենք եւ ավարտենք։ Այդպես չի։ Ես պիտի ասեմ ավելի շուտ հետեւյալը։ Մենք այսօր ունենք տարբեր տիպի սոցիալական ծառայություններ մատուցվող, այդ թվում բարեգործական կազմակերպությունների կողմից, տարբեր տիպի հասարակական կազմակերպությունների, պետական տարբեր տիպի ծառայություններ, որոնք համակարգված մատուցելու խնդիր ունենք։ Այս ծրագրի շրջանակներում, եթե ես մի դետալ ձեզ ասեմ, կարծում եմ ամբողջական կլինի պատկերը։ Խնդիրը դրված նաև, որ սոցիալական աշխատողներ, որոնք այս աշխատանքով պիտի զբաղվեն, պիտի իրականացնեն քարտեզագրում։ Այն համայնքում, այն տարածքում, որտեղ իրենք սոցիալական ծառայությունների մատուցմամբ են զբաղված այդ ընտանիքների, պիտի նախ եւ առաջ համապատասխան մեթոդաբանությամբ քարտեզագրում իրականացնեն։ Իսկ ինչպիսի ծառայություններ կան, որոնք այսօր մատուցվում են, ովքեր են մատուցում, որտեղ, ինչ ձևով, ինչ պայմաններով։ Ինչպիսի կարիք ունի այդ ընտանիքը։ Մյուս կողմից ընտանիքի կարիքը,
Եվ այս երկուսը համադրելով իրար հետ ոչ միայն խորհրդատվության մասին է խոսքը գնում, այլ նաև հենց կոնկրետ սոցիալական ծառայությունների մատուցման։ Տեսեք, տարբեր տիպի նաև հասարակական կազմակերպություններ կամ բարեգործական օգնության ծրագրեր են իրականացնում։ Ի վերջո պետությունը այսօր մասնակից է այդ գործընթացների միայն նրանով, որ այդ ծրագրերը որակում է բարեգործական, թեկուզ միայն դրանով, եւ առնվազն դրանով ազատվում է ավելացած արժեքի հարկից այդ ծրագիրը։ Այսինքն 20%-ով արդեն իսկ պետությունը մասնակցություն ունի։ Եվ հետեւաբար պետական քաղաքականության շրջանակներում նաև պիտի այդ ծառայությունների մատուցումը ներգրավեն։ Ի վերջո դրանք ինքնանպատակ ծառայություններ չեն, եւ իրականում առարկայական ծառայություններ են մատուցվում, եւ եթե մենք ունենանք համակարգման հստակ մեխանիզմ եւ սոցիալական աշխատողները գնահատելով ընտանիքի անհատական սոցիալական կարիքը, մյուս կողմից իմանալով այն ռեսուրսները, որոնք կան, կարծում եմ մեր արդյունքները շատ լավն են լինելու։ Մի բան էլ եւ ավարտենք։ Դուք կասեք այն մոդելը, որով տարանջատվում է արտագնա աշխատանքի մեկնողը արտագաղթողից։ Իրականում մենք դրա միակ տարբերակը, որը ունենք, դա քաղաքացու հետ համապատասխան հարցաթերթիկի լրացման միջոցով պարզելն է, այսինքն եթե քաղաքացին համագործակցում է եւ նաեւ նշում է նպատակը, թե ինչ նպատակով է մեկնում, նա աշխատանքի ժամանակավորապես սեզոնային, թե մշտական, թե այլ նպատակներով, սրա միջոցով հնարավոր է լինելու դրանք տարանջատել։ Ամեն դեպքում ես նշեցի, որ մենք ճշգրիտ հաշվառման համակարգներ դնելու խնդիր ունենք։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Մեկ անգամ եւս հիշեցնեմ, ծրագիրը, որի մասին խոսում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, տևելու է 3 տարի, այն մեկնարկել է անցած դեկտեմբերին, կավարտվի 2015 թվականի դեկտեմբերին, արժեքը մոտ 1 միլիոն եվրո։ Այսքանը դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը։ Իմ զրուցակիցը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էր։